Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես այսօր ուզում եմ խոսել նախորդ օրը իշխանության կողմից ծածկադմփոց արվող երկու թեմայի մասին։ Առաջինը վերաբերում է ֆրանսիական Arte հեռուստաընկերությանը, ովքեր չգիտեն, տեղի ունեցավ սկանդալ, Arte հեռուստաընկերությունը հրապարակել էր մի քարտեզ, որի վրա Հայաստանը գոյություն չուներ, ներառված էր Ադրբեջանի կազմում, եւ սա մեծ վրդովմունք էր առաջացրել ֆրանսիահայ համայնքի շրջանակներում, ինչու հենց իրենց, որտեղ իրենք են առաջինը տեսել որպես այնտեղ ապրող քաղաքացիներ։ Հետո հեռուստաընկերությունը բողոքներ ստանալուց հետո հանում է տեսանյութը, փոխում է տեսանյութը, բայց սկանդալը իհարկե չի մարում, որովհետև դրա համար պետք էր դեռ պատասխան տալ։ Սա է տեղի ունեցել, եւ երբ ես ստացա լուրը, ստուգեցի մի քանի աղբյուրներով, վստահ եղա, որ դա եղել է, հստակ է ու հրապարակեցի իմ պատին։ Հրապարակելուց հետո տեղի ունեցան հարձակումներ, եղան գրառումներ այն մասին, որ ես ապատեղեկատվություն եմ տարածում, եւ մի ամբողջ հակակամպանիա, սկսեց աշխատել իմ դեմ իշխանության քարոզչամեքենաների միջոցով։ Ես այս տեսանյութով նախ արժանի եմ գտնում շնորհակալություն հայտնել ֆրանսիահայ համայնքի մեր ներկայացուցիչներին, Հայաստանի Հանրապետության պատիվը, իմ պատիվը, որպես ՀՀ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը աշխարհի քաղաքական քարտեզի վրա, իմ գոյության իրավունքը որպես այս տարածքում ապրող մարդ, այդ պատիվը պահելու համար։ Դուք իսկապես մի ամբողջ գործ եք արել, պետության գործ եք արել, եւ արել եք դա շատ հետևողական։ Նաեւ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ում հետ ես ընթացքում փորձել եմ ճշգրտումներ անել թեմայի հետ կապված, ովքեր հաստատել, վերահաստատել են իմ մտահոգությունները եւ ակտիվ են եղել այս թեմայով։ Բայց այս ընթացքում ինչ էր անում մեր իշխանությունը։ Ուրեմն մարդիկ, մեր համայնքի ներկայացուցիչները, վրդովված, վիրավորված, տեղները չեն գտնում, գրառումներ են անում, նամակներ են գրում հեռուստաընկերություն, փորձում են ինչ-որ ձև հասկանալ ինչ է կատարվել, հասնել TV-ի կողմից ներողություն խնդրելու, այս ընթացքում հայկական ժամանակը, Civic, ինչ-որ չգիտեմ այլ իշխանական մեդիաներ նաև եւս, տարածում են հետևյալ նյութը, հետևյալ վերնագրով։ Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել։ Մասնավորապես արել են հրապարակումներ այն մասին, թե իբր Arte France հեռուստաալիքը ցույց է տվել այն տարածաշրջանի քարտեզը, որում Հայաստանի տարածքը ներառված է Ադրբեջանի կազմում։ Այնինչ հաղորդման իրական տեսաձայնագրության մեջ հստակ երևում է Հայաստանը իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Ուրեմն բռնել են, տարածում են արդեն շտկված տեսանյութը ու ասում են, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում։ Ես դիմում եմ հայկական ժամանակին, Civic-ին եւ դիմում եմ լավ իշխանությունը, նրանք ով են, գործիքներ են ուղարկի այդ մարդիկ։ Ես դիմում եմ իշխանությանը, ովքեր են ռուսամետ շրջանակները, ֆրանսիահայ համայնքի մեր ներկայացուցիչները, ես։ Դուք պետք է պաշտոնապես ձեր թերթում վերնագիրն էլ հենց այդպես կդնեք։ Պաշտոնապես ներողություն խնդրեք ֆրանսիահայ մեր ներկայացուցիչներից այն բանի համար, որ երբ այդ մարդիկ հետևողական փորձում էին հասնել նրան, որ հեռուստաընկերությունը ներողություն խնդրի մեզնից, դուք այդ ժամանակ խփում եք նրանց թիկունքին, պիտակավորելով որպես ռուսական շրջանակներ ու կրկնակի վիրավորելով այդ մարդկանց։ Դուք պետք է ներողություն խնդրեք այդ մարդկանց եւ հատուկ իշխանության ուզում եմ ասել հետեւյալը. դուք որ Մակրոնի հետ կլոր սեղանի շուրջ եք նստում, որ ձեզ մարդատեղ են դնում, դա նրանից չէ, որ դուք տիրապետում եք ֆրանսիական դիվանագիտության արվեստի հմտություններին։ Դա դրանից չէ։ Ձեզ մարդատեղ են դնում, որովհետեւ կա ֆրանսիահայ համայնք, ով մի ամբողջ պետության գործ է կարողանում անել։ Դա երեք ապացուցեց, կոնկրետ գործով համայնքը ապացուցեց։ Եվ այդ համայնքը այնքան ազդեցիկ է, որ կարող է ունենալ ազդեցություն Ֆրանսիայի ներքաղաքական գործընթացների վրա եւ դրանով հանդերձ Ֆրանսիան ձեզ մարդատեղ դնի, թե չէ դուք Ֆրանսիային պետք չեք։
Այդ դրա համար դուք պետք է ներողություն խնդրեք։ Բայց իհարկե ներողություն խնդրելը դա այնքան վեհ բան է, որ չգիտեմ, իրական մարժի սպասել դա ձեզնից թե չէ, բայց եթե խնդրեք, ի պատիվ ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, ինչու է կարևոր այս թեման։ Ես որպես հեռուստաընկերությունում աշխատած մարդ, ձեզ վստահ ասում եմ, եթեր պատահական, ոչինչ չի կարող ընկնել, հա, պատահական, միամիտ, ոչինչ չի կարող եթեր ընկնել։ Ամեն նյութ, սկսած տեքստից մինչև վիզուալիզացիա, նկար, տեսանյութ, բոլորը խմբագրվում են, սրբագրվում են, անցնում են լրատվական տնօրենների, չգիտեմ, 1001 մարդու ձեռքի տակով նոր հասնում են եթեր։ Ես չեմ հավատում, որ այդ տեսանյութը միամիտ է հայտնվել, սրա հետևում կա ադրբեջանական լոբինգի ազդեցությունը, եւ ինչքանով է կարևոր, որ մեր Ֆրանսիա-հայ համայնքը փրկեց 3 մեր պատիվը այդ սկանդալով, այնքանով է կարևոր, որ սա փոքր միջադեպ չէ։ Այսօր մի քանի վայրկյան ցույց են տվել այդ քարտեզը, եթե մենք լռեինք ու չպաշտպանեինք ինքներս մեզ, վաղը 1 րոպեանոց տեսանյութ կլիներ այն մասին, որ մենք հայերս եղել ենք քոչվոր, այստեղ բնիկ են եղել ադրբեջանցիները, հետո կլիներ 5 րոպեանոց վավերագրական ռեպորտաժ այն մասին, որ Հայաստանը, Արևմտյան Ադրբեջանը եւ հայերը քանդել են այստեղ, չգիտեմ, ալբանական մշակութային կոթողներ, ամեն ինչ կարող էր լինել։ Սա են կանխել Ֆրանսիա-հայ համայնքի մեր ներկայացուցիչները։ Ընդհանրապես պատիվը չեն պահում ժամ առ ժամ, հա, այսինքն այսօր ցերեկը ժամը 1-ին չենք պահում մեր պատիվը, հետո ժամը 4-ին ասում ենք դե լավ, հոգնել ենք, էլ հավես չկա։ Պատիվը կլինի անձնական պատիվ, կլինի պետության, ինքնության պատիվ, ազգային պատիվ, կապ չունի, պատիվը չեն պահում դրվագ առ դրվագ, որ ասենք դե իրավիճակում պաշտպանենք մեզ, այն իրավիճակում դե քարը գլուխը, մարսենք թող գնա։ Պատիվը չեն պահում փոքր դեպքերում ասեն դե լավ փոքր դեպք աչք փակենք, մեծ դեպքերում փորձում կռիվ տալ, չէ, ժողովուրդ ջան, պատիվը կամ պահում են, կամ չեն պահում։ Եվ եթե մի անգամ գալիս են ձեր քիթը քերծում են, հաջորդ անգամ ձեր հոնքն են վիրավորում, վնասում, հաջորդ անգամ կգան ձեր գլուխը կջարդեն, եթե առաջին 2 դեպքերում դուք լռել եք։ Սա վերաբերվում է այս հարցերի, ես սա դասում եմ այս հարցերի շարքին։ Ու ինչու սա փոքր միջադեպ չէ, որովհետև երբ որ Ադրբեջանը գողանում էր մեր երկարվեստը, մենք ասում ենք, ատե ոչխար են։ Երբ որ գողանում էին մեր նախշերը, ազգային նախշերը, հա, մենք ասում էինք, ադե ոչխար են։ Երբ որ գողանում էին մեր ազգային ուտեստները, էլի ասեցինք, ադե ոչխար են։ Հիմա եկել հասել այն իրավիճակը, որ ասում են այս պետությունը, որտեղ որ դուք ապրում եք, այդ ձերը չի, դա Արևմտյան Ադրբեջանն է։ Գիտեք ինչ են հասել այստեղ, որովհետև այն փոքր հարցերում մենք մեր պատիվը ոնց որ պետք է չենք պահել, ոնց որ պետք է չենք պաշտպանվել։ Արտեի այս միջադեպը սրա արդյունքն է նաև։ Ինչի հենց Ֆրանսիայում դա տեղի ունեցավ, դա ես կապում եմ իհարկե այն բանի հետ, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները սերտ են, բնականաբար ադրբեջանական լոբին փորձում է ինչ-որ սադրանքներ իրականացնել, նաև դեսպանն է գնացել Սյունիքի մարզ, մենք գիտենք Ադրբեջանի անխորժակը Սյունիքի մարզի նկատմամբ, սրա տակ կա 1001 թիրախավորված նպատակ, բայց կապ չունի, այսօր դա տեղի ունեցավ ֆրանսիական հեռուստաընկերությունում, վաղը ցանկացած հեռուստաընկերությունում դա կարող է տեղի ունենալ աշխարհում, եւ վատը նա է, որ դա դիտում են միլիոնավոր մարդիկ, ու կապ չունի դա մի քանի վայրկյան է եղել, թե ոչ, ու երբ որ մենք արդեն հասնում ենք ներողության, արդարության, դա կարող են այն միլիոնավոր դիտած մարդիկ կարող են դա այլևս չտեսնել։ Խնդիրը սրանում է։ Դրա համար ամեն գնով մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները եւ մեր պատիվը այդպիսի հարձակումներից։ 3 մարդիկ կային, որ ինձ ասում էին, դե դու գովազդ մի արա։ Գիտեք, հարցեր կան, որոնք մարդիկ մտածում են իրենք այնքան խելոք են, խորանում են, ասում են դե սա Ադրբեջանը արել է, որ հայերը տարածեն, որ դա դառնա գովազդ։ Չէ, սա պարզ հարցակում է մեր ազգային արժանապատվության, մեր պետական պատվի վրա։ Բարդ բաներ մի փնտրեք սրա տակ։
Մարդիկ կային, որ ասում էին, դե խոճապ մի տարածեք, կներեք, որ ձեր դիվանագիտական անդորը կտրեցի խոճապով։ Ես ուզում եմ հասկանամ, դուք հայ եք, ձեզ մտահոգում է ամեն ինչը, թե չէ։ Եթե չեք ուզում մտահոգվել այսպիսի լուրերով, կարող եք երաժշտություն լսել, Facebook մի մտեք, լուրեր մի կարդացեք, երաժշտություն պարզապես լսեք։ Մի խումբ մարդիկ կային, որոնք ամենավտանգավոր զանգվածն են, հա, ամենավտանգավոր մարդիկ են։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ասում են, օյ, սա հիբրիդային պատերազմ է, մի միացեք Ադրբեջանի հիբրիդային պատերազմով, թող մարդիկ չիմանան սրա մասին։ Այդ մարդիկ լուրջ դեմքով, կիրթ հայացքով փորձում են փակել մեր բերանը, ականջները եւ աչքերը։ Կրթվելը նորաձև է ակցիայի շրջանակներում, այս մարդիկ նոր են երևի կրթվում, իրենց համար հիբրիդային պատերազմ հասկացությունը շատ նորաձև է դառել, իրենք անտեղի օգտագործում են իրենց ստատուսներում, գրառումներում։ Ես ուզում եմ այս մարդկանց ասել, որ ես քանի որ լրագրությունը եղել է իմ առաջին մասնագիտությունը, ես աշխատություն ունեմ տեղեկատվական պատերազմի մասին, հայ-ադրբեջանական, ես բազմաթիվ հրապարակումներ, հոդվածներ եմ արել այս մասին, ես գիտական հոդվածներ ունեմ այն մասին, որ Ադրբեջանը ինչպես է գողացել մեր մշակութային ժառանգությունը։ Ես ասում եմ նրա համար, որ հանկարծ ձեզ չթվա, թե դուք ծնվել եք լուսավորչական բազկաթոռներին, իսկ մեր նմանները, ովքեր փորձում են հասնել ճշմարտության, արդարության եւ ուզում են թույլ չտալ, որ մանիպուլացնեն մեզ եւ բոլորին, այդ մարդիկ դուրս են եկել խավարամտության յուրտաներից։ Դուք լատենտ նիկոլական քարոզիչներ եք, սիրելի մարդիկ, ես ձեր տեսակը ճանաչում եմ։ Դուք այն տեսակն եք, որ պահ-բաց չեք թողում, որ մի հատ բարևեք մի իշխանականին։ Դուք այն տեսակն եք, որ ինչ որ պաշտոն ունեք, փոքր-մոքր ուզում եք այդ պաշտոնը բարձրացնել։ Դուք այն տեսակն եք, որ ֆրֆռում եք իշխանական կրուգներում, հատուկ եմ այս արտահայտությունը անում, որպեսզի ավելի պարզ հասկանալի դառնա։ Ֆրֆռում եք իշխանական կրուգներում, որ տնեցիքին ասեք, դե մենք ֆրֆռում ենք իշխանական կրուգներում, հա, դուք այս մարդիկ եք։ Դուք այս մարդիկ եք, բայց Facebook-ում, դուք սոցիալական այլ ցանցերում, դուք տենց դիրքավորվում եք խիստ կրթված, խիստ մեդիագրագետ, մենք էլ ոչ մեդիագրագետներն ենք, որոնք միացել են Ադրբեջանի հիբրիդային պատերազմին։ Մի արեք, որովհետև ակթեուշ մարդիկ իմանալու են ճշմարտությունը ու դուք ուղղակի խայտառակ եք լինելու։ Երկրորդ ծածկադմփոցը վերաբերում է Ադրբեջանի սադրանքների մասին Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։ Ինչ են ասում, ասում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Ուրեմն սահմանին մարդիկ գերլարված են, կրակոցներ են լսում, Սոտքում, Գորիսում, չգիտեմ, տարբեր կրակոցներ են լսում, անհանգիստ են, ճանաչում են ինչ-որ չափով որպես սահմանի բնակիչ, ճանաչում են ինչ-որ չափով նենգ ադրբեջանցիներին։ Մարդիկ ահազանգում են, հա, ֆիզիկական անվտանգության ահազանգեր են հնչեցնում, մեր իշխանությունները այսպիսի հաղորդագրություններ են տարածում։ Ուզում եմ հասկանամ, ադրբեջանցիները, որ ՀՀ տարածքը չեն կրակում, որ ուղղությամբ են կրակում։ Քեֆ են անում, որպես հրավառություն օդ են կրակում, նապաստակ են որսում միգուցե, տարածաշրջանում ֆրֆռացող կովկասյան ընձառյուծին են հետապնդում, ինչ են անում, եթե ժամանց է դա, հա, ուրախանում են, թող մերոնք էլ միանան, տղերքը իրանց մենակ չզգան, եթե այդպիսի հետաքրքիր բաներ են տեղի ունենում սահմանին եւ Հայաստանի սահմանը չի թիրախավորվում։ Իրականում ժողովուրդ ջան, ինչու է ՊՆ նախարարությունը այսպիսի հաղորդագրություն տարածում, որտեվ իշխանությունը այնքան է ձեզ ուզում մտցնել իր խաղաղության այդ փուչիկի մեջ, որ եթե հանկարծ ինքը խոստովանի, որ ադրբեջանցիները կրակում են սահմանին, ՀՀ տարածքի վրա, ձեզ մոտ հարցեր են ծագելու, բա որ կրակում են, բա ինչ եղավ ձեր խաղաղությունը։ Իրենք իրենց փուչիկի մեջ մտած ապրում են, ձեզ էլ ուզում են մտցնեն այդ փուչիկի մեջ,
ու կոծկում են Ադրբեջանի հանցագործությունները, բայց սա նաև մի այլ վտանգավոր կողմ ունի, որովհետև վաղը, եթե հարձակում եղավ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա, էլ ոչ մեկ մեզ չի հավատալու, որովհետև մենք նախկինում կոծկել ենք Ադրբեջանի հանցագործությունները։ Ոչ մի միջազգային հանրություն մեզ չի հավատալու։ Ինչու այս երկու թեմաները ես կապեցի իրար, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ասել, որ սա մի նպատակ ունի։ Ապատեղեկատվությունից պաշտպանելը շատ կարևոր բան է, հատկապես մեր թվային օրերում, կյանքում, երբ ամեն ինչ կեղծվում է, բարդ է արդեն ճիշտը ստից տարանջատել։ Բայց մյուս ծայրահեղությունը ավելի վատ է։ Մյուս ծայրահեղությունը ո՞րն է, որ ամեն անգամ, երբ որ դուք փորձում եք ինչ-որ բան ճշտել, ձեզ պիտակավորում են, ասում են ռուսական ագենտ ես, չգիտեմ, սև ես, նախկին ես, սպիտակ ես, չգիտեմ, ամեն պիտակավորում տալիս են, որ դուք չփորձեք որևէ բան ճշտել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իրավիճակը, չփորձեք իրավիճակը հասկանալ։ Սա նպատակ ունի բթացնել ձեր զգոնությունը։ Եվ եթե հանկարծ վաղը Ադրբեջանը եւս մի քանի քառակուսի կիլոմետր հանկարծ այդպես պատահի խորանա Հայաստանի տարածքում եւ էլի տարածք օկուպացնի ու դուք լսեք այդ լուրը, դուք այլևս դրան չեք հավատալու։ Ու ոչ միայն չեք հավատալու, նույնիսկ եթե հավատաք, չեք գնալու այդ լուրի ճշտելու, հասկանալու իրավիճակը հետևից, որտեղ ասելու եք հիբրիդային պատերազմ է։ Հիբրիդային պատերազմի թեմայով ուզում եմ ամփոփել հայկական ժամանակում տեղադրված հետևյալ վերնագրերով։ Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի սահմանադրությունից։ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը հանուն Ադրբեջանի հետ խաղաղության, Ալիև, սա երկրորդ վերնագիրն էր։ Երրորդ վերնագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհի միակ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է, Ամիր Բեկով։ Սրանք վերնագրեր են հայկական ժամանակ օրաթերթից։ Ես ուզում եմ ասել, սիրելի ժողովուրդ, որ Հայաստանի Հանրապետության որպես պետություն, նրան նկատմամբ, ձեր նկատմամբ, որպես հայ ժողովուրդ, հիբրիդային պատերազմ միակ վարողը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, այսպիսի վերնագրերով։ Երբ որ Ադրբեջանի քարոզչությունը, Ադրբեջանի պահանջները, Ադրբեջանի սպառնալիքը բերում է Հայաստան, փաթեթավորում է, ձեզ ներկայացնում է որպես իրական Հայաստան, ու շանտաժով կապում է, փաթաթում է մեր վզին, ասելով, եթե սա չանենք, լինելու է պատերազմ։ Ոնց որ Կիրանցի ժողովրդին էին վախեցնում, ասում էին, եթե ձեր տներից դուրս չգաք, լինելու է պատերազմ։ Սա հիբրիդային պատերազմ է հայ ժողովրդի նկատմամբ, փաթաթելու նրա վզին թուրք-ադրբեջանական շանտաժը։ Միակ հիբրիդային պատերազմ վարողը այս պահին դուք եք։ Այսպիսի վերնագրերով, ձեր քարոզչա մեքենաներով, ձեր պրոպագանդայով եւ մարդկանց բերանը, ականջները ու աչքերը փակելու ձեր բոլոր մանիպուլյացիոն փորձերով։ Հաջորդ անգամ, որ լուր հրապարակեք, որ ռուսական շրջանակները փորձում են ինչ-որ բաներ անել, առաջարկում եմ այս իմ տեսանյութից սկրինշոտ անել, այնտեղ հետևում գրքի վրա, կարմիր գրքի վրա մեծ գրված է SSSR։ Այդ կվերցնեք կլորի մեջ, այդ նկարը կդնեք, որ մարդիկ ավելի շատ հավատան, որ ռուսական շրջանակներն են քարոզանում։ Սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, ես ուզում եմ որպես ամփոփում ասել հետևյալը. այն ամենը, ինչ հայտնվում է իմ Facebook-յան պատին, իմ սոցիալական ցանցերի ցանցային հարթակներում, ես ստուգում եմ, երկար եմ մտածում, նոր եմ տեղադրում։ Ես նույնիսկ պատասխանատու եմ ձեր առջև ոչ միայն իմ տեղադրածով, այլ նաև իմ մտածածով, թե ես ինչ եմ մտածում։ Վստահ եղեք, որ ես որևէ շրջանակի չեմ հարում, ինձ հավասարապես տանել չեն կարողանում, թե իշխանության շրջանակներում, թե ընդդիմության շրջանակներում, որտեվ ես ասում եմ իրենց երեսին այն ինչ որ կա, այդ մարդիկ ինձ չեն սիրում, նորմալ է, ես դա նորմալ եմ համարում։ Ես որևէ տեղից արտաքին ֆինանսավորում եկամուտ չեմ ստանում,
որ պաշտպանեմ որևէ մեկի շահերը Հայաստանում։ Իմ բոլոր գրառումներում կա երկու սկզբունք, ներդրված է երկու սկզբունք, ազդեցություն ունի, լավ, այսպես ասեմ, հա, ազդեցություն ունի իմ ուղեղը եւ իմ հայ լինելը։ Այնպես որ իմացեք, որ ես պատասխանատու եմ իմ գրառումների համար եւ այն ամեն ինչ, որ դուք կարդում եք իմ պատին, ես պատասխանատու եմ նաեւ դրա համար, որ դուք կարդում եք իմ պատին։ Եվ եթե լինի ապատեղեկատվություն, ես թույլ չեմ տա, որ դա մնա, դուք լայքեք, տարածեք, ինչա որ դա ինչ որ սկանդալային նյութ է, հա, ես լայքերի հետևից ընկնելու խնդիր չունեմ։ Դա անում են իշխանական շրջանակները, ովքեր օրինակ վերջերս մի վերնագիր տեսա, ասում է Ամերիկան վետո դրեց Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի վրա, չգիտեմ ինչյան։ Սուտ է, փուչիկ է, չկա նման բան, բայց լայք է հավաքում։ Լայք է հավաքում։ Ես նման նպատակներ չունեմ, այնպես որ եթե դուք իմ պատին տեսնում եք ինչ-որ բան, իմացեք, որ դա ստուգված է եւ ձեզ մանիպուլացնելու որևէ կարիք չկա։ Պաշտպանեք ձեր ինքնությունը որպես հայ, դա կարևոր է, որովհետև դա մեր եսի մի մասն է, առանց դրա մենք իսկապես կարող ենք լինել ոչ մեկ։ Մենք չենք ուրախանում Շարլ Ազնավուրով, Հենրիխ Մխիթարյանով, այլ հայտնի մարդկանցով, ովքեր հայ են նրա համար, որ նրանք լավ մարդիկ են, չէ, մենք նրանցով ուրախանում ենք, որովհետև նրանք հայ են։ Դրա համար մենք հիմա պարտավոր ենք այս ծանր ժամանակներում մեր ունեցած հնարավորությունների սահմաններում պաշտպանել մեր ինքնությունը, մեր պետությունը ու ցավոք սրտի այս առումով մենք թիկունք չունենք իշխանությունից, բայց պետք է մի բան անենք, դիմանանք մինչև ըստ մարդիկ գնան իրենց տներով։ Լավ եղեք, առողջ եղեք, հաջողություն։